կրնենք քրեական բարդ նախաձեռնության ընթացքում արձակված վկա Եղիվան Զաքարյանին, վերջինիս նախաձեռնական նախաձեռնության ընթացքում ցուցմունքի բովանդակությունից պարզ է դարձել, որ վերջինիս հայտնի տվյալները կարող են վերջինի կայացման համար մի շարք փաստական համակարգեր հիմնավորեն, հետևաբար պետք է վերջինիս դատակոչեն արձակենք այդ հնարավորությամբ, որ հանդիսացել է Երևանի քաղաքապետը եւ քննության առարկա հանդիսացող հողատարածքի ձեռբերման գործընթացքում ունեցել առանցքային նշանակություն։ Այնուհետև առաջարկում հանդիսակրնենք վկա Հովհաննես Ղազարյանին եւ Գայանե Ղազարյանին, երկու վկաների եւ Ռաֆիկ Ղազարյանին, երեք վկաների հանդիսակրնելու անհրաժեշտությունը միանգամից ներկայացնենք, քանի որ ընտանիքի անդամների մասին է խոսքը, վկաների ցուցմունքները վերդիկտի կայացման համար նշանակություն ունեցող փաստականային համակարգեր հիմնավորելու, որ ըստ քննության առարկա հանդիսացող գույքի ձեռբերման եւ դրա համար կաշառքի օգտագործելով որպես կաշառք տալու միջոց օգտագործել է ինչպես նաև հետագայում հողելեվացման մեղադրանքի փաստական համակարգերի նկարագիրը ներառում է հենց այս հիմնականների ձեռքբերումը եւ հետագայում մեղադրյալին օտարումը, իսկ վերջիններս Հովհաննես Ղազարյանը, Գայանե Ղազարյանը, Ռաֆիկ Ղազարյանը դատարանին կարող հայտնել տվյալները, թե ինչպես է գործընթացը տեղի ունեցել, ով է հարակցել բնակարանների ձեռքբերման հարցում, ով է վճարում ներկայացնել, ինչ գործընթաց է տեղի ունեցել եւ այլն եւ այլն։ Առաջարկում եմ այնուհետև հետազոտենք քրեական նախաձեռնության ընթացքում կուզարկությամբ վերցված ագրավված, ինչպես ներդրական պահանջի հիմնավորած ստացված փաստաթղթերի զինության արձանագրությունները եւ այդ փաստաթղթերը զինության արձանագրությունների մասնավորապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված փաստաթղթերը, որոնք հիմնավորելու են Լևա Սարգսյանի աշխատանք անձինելու հանգամանքը եւ վերջինիս զբաղեցրած պաշտոնները, այնուհետև Կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ին որոշումն են առաջարկում հետազոտենք դրանով հիմնավորելու ենք Երևանի ուսանողների կառուցապատման գոտում գտնվող անձանց աշխատանքի կերպարելու գործընթացների վերակառավարության դիրքորոշումը, որով վերդիկտի համաձայն կարևոր նշանակություն ունի փաստական հանգամանքներն հիմնավորելու, որ ի վերջո այս գործընթացի սկիզբը ըստ մեղադրանքի կողմի որտեղից է սկսվել եւ կառավարության ներկայացությունը որքանով է եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ որոշման եւ դրա հետագա ընթացքի վրա Լևա Սարգսյանը։ Այնուհետև առաջարկում հետազոտենք արտադրության նախարարության իրավունական անձանց պետական ռեգիստրի տրամադրած տեղեկատվությունը ԱՎՕ ՖՄՀ ընկերության վերաբերյալ, որը մեզ հնարավորություն է տալու հետազոտենք սպանքերության հիմնադրի իրական շահառուների դերակատարությունները, չորրորդ կետով նաև դա է նշել, այնուհետև առաջարկում հետազոտենք կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ից 11-54 որոշման որոշումը, որով Եղիվան Զաքարյանը հանդիսանում Երևանի քաղաքապետ դիմել է կառավարությանը, ԱՎՕ ընկերությանը հողամաս տրամադրելու միջնորդությամբ։ Այս կառավարության որոշման կարևորությունը ևս մեծ է վերդիկտի կայացման համար, քանի որ ըստ էության հողապետորը լոբի տրամադրումը ԱՎՕ-ից տարբերներին տեղի ունեցել միջնորդության հիման վրա։ Այնտեղ առաջարկում հետազոտենք Եղիվան Զաքարյանի ԱՎՕ ընկերության տնօրեն Ավետիս Կարագյանի մինչև 2005 թվականի մարտի 10-ին կնքված Հյուսիսային Պողոտայի հարակից օտարման գոտու հողամասի կառուցման իրավունքի առողջակի պայմանագրի փոխման իրավունքի ձեռքբերման մասին նախնական պայմանագիրը, սա այն նշանակություն ունի, որ մենք տեսնում ենք շահագործությունը ինչպես է հասկացել այլ նախնական վիճակ, բանակցություններ մնակող անձանց հետ, ձեռքբերում գույքի կառավարության միջնորդություն եւ հետագայում արդեն քաղաքապետի եւ ընկերության տնօրենի միջեւ կնքված պայմանագիր։ Այնուհետև առաջարկում եմ հետազոտենք Հայաստանի Հանրապետության եւ ԱՎՕ ընկերության միջև կնքված պայմանագիր, պետության կարեկանի համար աշխատանքի սեփականության օգտագործման տնօրենությունից իրապետումից օգտագործումից հրաժարվելու անձանց հաշվառումից անելու դրա դիմաց փոխհատուցողական բնակելի մակնեցել հարկասելու պայմանագիրը սրանով մենք տեսնում ենք պետության դիրքերում իրական գործով քննության առարկայի շուրջ եւ հասկանալու ենք թե ի վերջո կարգի առարկան հսկայական կողմի
ինչ առավելություններ ձեռբերելու եւ ինչ շահույթ ստանալու կամ ինչ քիքերի նկատմամբ իրավունք ձեռբերելու համար է տրամադրելու։ Արդյոք առաջարկում հետազոտենք 2002 թվականի հոկտեմբերի 24-ին կայանել Արթուր եւ Հովհաննես Ղազարյանների հանձնարարության ակտը, որը նրանց ստորագրել են, սա էթիկայացման համարյա հաստատական հանգամանքներն են գնահատելու, որ ըստ գույքը, որը ձեռք է բերվել Լևա Սարգսյանի կնոջ մոր անվամբ, հետագայում արտիստ Ղարաբաղյանի փոխանցելու նպատակով այս հանգամանքները գնահատելու են այս հանձնարարության ակտում։ Այնուհետև առաջարկում հետազոտենք Լաուրա Ավագյանի, ով հանդիսանում է Լևա Սարգսյանի կնոջ մայրը, կողմից Գայանե Արթուր եւ Հովհաննես Ղազարյանների հետ կնքված իրավունքի առաջարկի պայմանների սա չափազանց կարևոր մասը պատժանդակրան եւ էթիկայացման համար հիմնավորվեն հաստատական հանգամանքները, որ ըստ էության տեսնում ենք, որ մինչեւ հիմնական գործընթացի սկսվելը Լաուրա Ավագյանի անունով այդ գույքերը ձեռք են բերվել, հետագայում դրանք փոխանցվել են գույքի նկատմամբ իրավունք, հետո փոխանցվել են արտիստ Ղարաբաղյանին։ Այնուհետև առաջարկում հետազոտենք 2007 թվականի սեպտեմբերի 13-ին Լաուրա Ավագյանի կողմից Աղոթ ընկերության տնօրեն Արտիստ Ղարաբաղյանին հասցեագրված դիմումը, որով խնդրել է կառուցել շենքի աշխատանքի փոխարեն ներդրամադրել շենքում մեկ այլ հատված, տեսնենք պատվաստանատար, որով դիմում է շենքի 10-րդ քայլի ամբողջության 10-րդ քայլը Լաուրա Ավագյանի փոխանցելու դիմումի մասին, բայց շենքի 10-րդ քայլի հատվածը պատվաստանատարը նշել, որ ըստ մենազանքի համաձայնում է աշխատանքի առարկա։ Այնուհետև առաջարկում հետազոտենք Լաուրա Ավագյանի ՍՊԸ-ի տնօրեն Արտիստ Ղարաբաղյանի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված համաձայնագիրը, որով ըստ էության այդ գույքի իրավունքի փոխանցումը տեղի ունեցել եւ դիմումին տրվել է համապատասխան ընթացք։ Այնուհետև առաջարկում հետազոտենք Լաուրա Ավագյանի Աղոթ ՍՊԸ-ի տնօրեն Արտիստ Ղարաբաղյանի միջև 2014 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի հատուցման պայմանագիրը նույն դրամատության դժվար նախորդ կետում նշեցի։ Այնուհետև առաջարկում հետազոտենք կադաստրի կոմիտեից ստացված պետական գնացման վկայականը, որտեղ տեսնելու ենք, որ գույքը փոխանցվել է Լաուրա Ավագյանին։ Առաջարկում հետագայում դրան հաջորդ օր ժամանակահատվածում հետազոտենք Լևա Սարգսյանի կողմից տնօրեն Հայ բիզնես բանկի ընկերության բանկային հաշվառումով կատարած գործարքները։ Սա կարևոր նշանակություն ունի, քանի որ մենք սրանով հիմնավորելու ենք, որ այդ հաշվեհամարից մարվել է գույքի այդ բնակարանի գույքահարկը։ Սա այս ապացույցը էթիկայացման համար հաստատական հանգամանքներն են հիմնավորելու, որ Լևա Սարգսյանը գույքը ձեռք է բերել կնոջ մոր անվամբ, սակայն փաստացի դա եղել է իր գույքը։ Այնուհետև առաջարկում հետազոտենք 2014 թվականի մայիսի 13-ի համապատասխան թվագրման մուտքի օրդերները, որոնցով հիմնավորելու են Աբովյան փողոցի 2 կոտորակի շենքի 36 բնակարանի գնման դիմաց Լաուրա Ավագյանի կողմից վճարված 162 միլիոն 240,000 դրամի հանգամանքը։ Դրանց հետո առաջարկում հետազոտենք Աբովյան Ղարաբաղյանի բնակարանից հայտնաբերված Վայո Վակտիշի յուրաքանավական պահպանված ներառումները, համաձայնվելով Լևոն Սարգսյանը ոչ միայն ինձ շատերին է օգնել վերտարության վերաբերյալ։ Սա հետազոտելու ենք Մեղաթեյանի եւ Լևոն Սարգսյանի կապը հաստատելու եւ հիմնավորելու համար։ Տեղեկատվության պլանში հիմնավորված տեղեկությունները համաձայնվի մենք ուսումնասիրել ենք Լաուրա Սարգսյանի աշխատավարձի վերաբերյալ սա մեղադրանքի կողմի համար կարևոր ապացույց է, քանի որ կարծում ենք, որ ապացուցման ենթակա հանգամանքների մեջ գտած մեղադրանքի ներկայացված մեղադրանքի դեպի հաստատական հանգամանքներն են, որ Լաուրա Ավագյանը գույքի գնման պահին այդքան վճարման չի եղել եւ այդ գույքը ծերունել չէ կարող։ Այնտեղ առաջարկում հետազոտենք Լաուրա Ավագյանի կողմից տրանսպորտային միջոցներ օտարելու վերաբերյալ, որոնցով տեսնում ենք, որ Լաուրա Ավագյանը օտարել է 1 միլիոն դրամ արժեքով տրանսպորտային միջոցներ, ինչը նաև խոսի նախորդի ներկայացված հանգամանության շրջանակներում, որ 162 միլիոն դրամով գույք ձեռքբերելու հնարավորություն տիկինը չի ունեցել։ Այնտեղ առաջարկում հետազոտենք Ռաֆիկ Լազարի կողմից Սուսուկինքից ներկայացված վերջինիս եւ Սերժ Մանուկյանի միջև կնքված աշխատանքի առաջարկի պայմանագիրը, որով մենք կտեսնենք Ռաֆիկ Լազարյանը այդ գույքի ստացած գումարը ձեռքբերել այլ բնակարան, այսինքն գումարը որոնել է ինքնուրույն։ Այնուհետև առաջարկում կենտրոնական բանկի ստացված տեղեկությունները հետազոտենք հասկանալու համար տվյալ ժամանակահատվածում գույքի արժույթը Հայաստանի Հանրապետության դրամով եւ $100 փոխարժեքների
շնորհակալություն, որ կաշառքի առարկայի չափը հստակ կարողանում ենք բազել սրանով։ Եվ վերջում պատվաժան դատարան առաջարկում հարցաքննենք մեղադրներին, եթե նախնական դատախազությունների ընթացքում մեղադրյալը այդպիսի ցանկություն կհայտնի, մեղադրյալը հաստատության գործի առաջին դերակատարներից է եւ կարող է դատարանի հայտնել իշեկան հանգամանքներ, որոնք նշանակություն ունենալու վերդիկտի կայացման համար։ Այսքան շնորհակալություն։